Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կոտայքի մարզպետի պաշտոնը իշխող քաղաքացիական պայմանագրի համար իսկական պատուհաս է դարձել։ Նախկին մարզպետը Հարոս Սահակյանը վերցրել է պատգամավորական մանդատն ու տեղափոխվել Ազգային ժողով, իսկ մարզպետի աթոռը շարունակում է թափուր մնալ։ Հավակնորդների պակաս չկա, սակայն Նիկոլ Փաշինյանը թերթի տեղեկություններով դեռ չի գտնում այնպիսի թեկնածուի, որը թիմի համար ընդունելի կլինի եւ միաժամանակ կկարողանա վերահսկել քաղաքականապես բարդ համարվող մարզը։ Թերթի տեղեկություններով ամենահավանական թեկնածուն համարվող ԿՊԱ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վերջնականապես հրաժարվել է մարզպետի պաշտոնից։ Իշխանության համար խնդիրը հատկապես զգայուն է նաև այն պատճառով, որ Կոտայքում շարունակում է զգալի մնալ կալանավորված գործարար քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը։ Թերթի տեղեկություններով իշխանությունում դուրս քննարկում են, որ մարզպետի պաշտոնում պարզապես վարչարար չէ անհրաժեշտ, պետք է քաղաքականապես ազդեցիկ եւ կազմակերպչական ռեսուրս ունեցող պաշտոնյա, որը կկարողանա առաջիկա ընտրություններից առաջ մարզը բռի մեջ հավաքել։ Իրավիճակը բարդացնում է նաև ներթիմային խնդիրները, մասնավորապես Գառնիից երիտասարդ թեկնածուներ են ինքնաառաջադրվել, որոնց առաջադրումները քաղաքացիական պայմանագրի ղեկավար կազմի սրտով չեն։ Քննարկվել է նաև փոխնախարար Առնակ Ավետիսյանի թեկնածությունը, սակայն իշխող թիմում նրան բավարար, ուժեղ եւ ազդեցիկ թեկնածու չեն համարում։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Մասնավորապես քննչական կոմիտե են հրավիրել եւ հարցաքննել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Ծառուկյանի դստերը Էմմա Ծառուկյանին։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին նրա ցուցմունքների բովանդակությունը թերթը չի հրապարակում։ Քննիչը դատարանից պահանջել եւ ստացել էր սպանված հոգեվոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը։ Հեռախոսում առկա են եղել նամակագրություններ եւ տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը խիստ անակնկալ է եղել նրա համար, սրանով է պայմանավորված, որ նա խիստ հուզված ձայնով էր կառավարության նիստում հրաժեշտ տալիս գործընկերներին։ Նա մտերիմների մոտ անկեղծացել է, որ ազատման որոշումը Փաշինյանն իր հետ չի քննարկել, ընդամենը փոխանցել է, որ պետք է ազատվի, որովհետև այդ պաշտոնին նշանակելու է Ալեն Սիմոնյանին։ Գրիգորյանը մերձավորներին ասել է, որ միջև հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից, քանի որ իրեն համարում է հեղափոխության մասնակից, որը հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին եւ չէր կարելի իր հետ այդ կերպ վարվել։ Էլ ավելի մեծ անարգանք է համարել այն, որ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հետո Փաշինյանն իրեն առաջարկել է խորհրդականի պաշտոն եւ մերժել է հույս ունենալով, որ Փաշինյանը կհասկանա, թե ինչ խորն է վիրավորել իրեն։ Թերևս նաեւ հույս ունի, որ այլ ավելի ազդեցիկ պաշտոն կառաջարկի իրեն, ինչպես եղավ Ալեն Սիմոնյանի պարագայում, որը մերժել էր որպես շարքային պատգամավոր Ազգային ժողով գնալը եւ հասավ նրան, որ մի քիչ ավելի նշանակալի պաշտոն իրեն առաջարկեցին, այդ պաշտոնը խլելով Արմեն Գրիգորյանից։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով կառավարությունում մարզպետների հավաք է տեղի ունեցել։ Տարածքային իշխանիկների առջև գրեթե ուլտիմատում է դրվել, որ հիմիկվանից պատրաստվեն աշնանը սպասվող ընտրություններին, ամեն գնով լավ թեկնածուների ընտրեն։ Ասվել է, որ պարտվողները չեն ներվելու ու մարզպետներն են ընտրությունների թիվ 1 պատասխանատուն, ուրիշների վրա չգցեն պարտության մեղքը։ Աշնանը 4 տասնյակից ավելի խոշոր համայնքներում ընտրություններ է նշանակված, որոշ մարզպետների ճակատագիրը ըստ էության դրանց արդյունքներից է կախված։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավական եւ իրավապահ համակարգերում ակտիվորեն քննարկվում են հնարավոր կադրային փոփոխությունների եւ պաշտոնանկությունների տարբերակներ։ Թերթի տեղեկություններով քննարկվող տարբերակներից մեկը քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելն է։ Այս սցենարի դեպքում չի բացառվում, որ քրեակատարողական ծառայության պետ նշանակվի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Կադրային փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաեւ փրկարար ծառայությունում, մասնավորապես քննարկվում է օրերս ծառայության տնօրենի տեղակալ նշանակված Արթուր Խուդինյանին տնօրենի պաշտոնում նշանակելու հարցը։ Գրում է թերթը։